Երկրաշարժ թե պայթյուն, գիտական հիմնավորումներ, վերջին տարիներին հայաստանյան սոցիալական ցանցերում քննարկվում է ուկրաինական On-Press Info կայքում հրապարակված ինչպես 1988-ին պայթեցրին Սպիտակը հոդվածը, հոդվածի հեղինակ Լեոն Մանևիցկի։ Հեղինակը մասնավորապես գրել է 1988 թ. դեկտեմբեր 7-ին աշխարհը ցնցվեց։ Հայաստանի հյուսիսային շրջանում փորձարկված գեոֆիզիկական ռումբը, որն առաջացրել էր արհեստական երկրաշարժ, 35,000 հայ խաղաղ բնակչի մահվան պատճառ դարձավ։ Այն ժամանակների ղեկավարությունը ԽՍՀՄ նախագահ Գորբաչովի և պաշտպանության նախարար Յազովի գլխավորությամբ փորձում էին գաղտնի պահել իրականությունը, այն ներկայացնելով որպես սովորական երկրաշարժ։ 1988-ի նոյեմբերին Երևանում լուրեր էին պտտվում, թե Հայաստանին ծանր փորձություն է սպասվում, սակայն փորձությունը բոլորն ընկալում էին բառի փոխաբերական, այլ ոչ ուղիղ իմաստով։ Այդ ամսին մի ռուս գեներալի կին, որը հանգստանում էր Արզնի առողջարանում, ակադեմիկոս Երեմյանի կնոջը Ռուզան Երեմյանին փսփսացել էր, որ դեկտեմբերի սկզբին Հայաստանին սարսափելի աղետ է սպասվում, խորհուրդ տալով վերջինիս լքել Հայաստանը։ Նոյեմբերին նման մի զանգ է ստացել նաև հայտնի դաշնակահարուհի Սվետլանա Նավասարդյանը, նրան զանգահարել է ծանոթներից մեկը Լենինգրադից, այժմ Սանկտ Պետերբուրգ և խորհուրդ տվել, որ լենինականցիները շուտ դուրս գան Լենինականից։ 1988-ի նոյեմբերի վերջին Հրազդան քաղաքի հեռախոսավարուհին լսել է ռուս գեներալի խոսակցությունը Մոսկվայի հետ, որտեղ վերջինս իր կնոջը հայտնել է հետևյալը. «Ուշանում եմ, կգամ փորձարկումներից հետո»։ Դեկտեմբերի 4, 5 և 6-ին Սպիտակ Կիրովական շրջանում որոտացին հզոր պայթյուններ, առաջացնելով 3-4 բալանոց երկրաշարժեր, դեկտեմբերի 7-ին, ժամը 10:30-ին թուրք բանվորները, որոնք աշխատում էին Արփա գետի աջ ափին, որը մոտ է Լենինականին, թողեցին իրենց աշխատանքը և հեռացան տարածքից։ 1988-ի դեկտեմբերի 7-ին ժամը 11-ին Սպիտակի մոտ տեղակայված ռազմաբազայի զինվորներից մեկը դաշտում կաղամբ հավաքող գյուղացիներին ասել էր. «Արագ գնացեք, շուտով սկսվելու են փորձարկումները»։ Ժամը 11:41-ին Սպիտակ քաղաքի և Նալբանդ գյուղի շրջակայքում 10-15 վայրկյան տարբերությամբ որոտաց երկու հզոր պայթյուն, որից Նալբանդի գյուղացիներից մեկը վեր էր շպրտվել էլեկտրասյան բարձրության։ Գետինը տեղաշարժվել էր, գետնի տակից 100 մետրանոց կրակի ու ծխի սյուն էր բարձրանում։ Լենինականում փլուզվել էր շենքերի 75%-ը։ Դրանց մի մասը առաջին պայթյունից հետո պտտվել էր իրենց առանցքի շուրջը, երկրորդից հետո ետ պտտվել, այնուհետև նստել գետնի տակն անցնելով 2-3 հարկի բարձրությամբ։ Հայ մասնագետները հերքում են այս տեղեկությունները և միանշանակ նշում, որ 1988 թվականի աղետը երկրաշարժ էր, որին հասարակությունը պատրաստ չէր, երկրաշարժից մոտ 3 տասնյակ տարի անց էլ բնակչության գերակշռող մասը, անհասկանալի պատճառներով չի հավատում, որ 1988-ին տեղի ունեցածը բնական աղետ էր երկրաշարժ։ Դոկտոր, պրոֆեսոր Սերգեյ Նազարեթյանը ևս հերքում է պայթյունի մասին այս լուրերը և հաստատում. Մասնագետի համար ակնհայտ է, որ տեղի ունեցածը բնական երկրաշարժ էր, ոչ մի պայթեցումով հնարավոր չէր այդպիսի արդյունք առաջացնել։ Մասնագետը թվարկում է գիտական հիմնավորումներ, մեկ Սովետական Միությունն այդ տարիներին չի ունեցել ատոմային ռումբ։ Այս առումով հերկվում են ատոմային ռումբի գործածության մասին ասեկոսները, երկու խորության հարցը։ Ատոմային ռումբն օդի մեջ է պայթում կամ երկրի մակերեսին, մինչդեռ 88-ի ավերիչ երկրաշարժն ունեցել է մինչև 10 կիլոմետր խորություն։ 3. Պայթյունի տևողությունը։ Պայթյունը տևում է կարճ մի քանի վայրկյան, իսկ երկրաշարժը մի քանի տասնյակ վայրկյան է տևել։ Ամենակարևորը ոչ մի պայթեցումով երկրի մակերեսին բեկվածք հնարավոր չէ առաջացնել։ Իսկ Սպիտակի երկրաշարժի ժամանակ առաջացավ ընդհանուր մոտ 38 կմ երկարությամբ բեկվածք տեկտոնական 2,5 մետր ուղղաձիգ ամպլիտուդով և 1 մետրի չափ հորիզոնական, Վանաձորի դիմաց թուրքաբնակ գյուղ կար։ Այդտեղ 10 կմ երկարությամբ բեկվածքը շատ լավ երևում էր, պատմում է Ս. Նազարեթյանը։ 1988-ին բնակչությունն անբավարար գիտելիքներ ուներ աղետների ժամանակ պաշտպանվելու մասին։ Մասնագիտական գրականությունում փորձագետները հաստատում են, որ 1988-ի Սպիտակի երկրաշարժի զոհերը համեմատաբար քիչ կլինեին, եթե բնակչությունը պատրաստ լիներ աղետի դիմակայմանը, բարձր լիներ վերջիններիս իրազեկվածության մակարդակը։ Սերգեյ Նազարեթյանը վերհիշում է, որ 88-ի երկրաշարժից հետո Լենինականի թիվ 1 դպրոցի նկուղից հանել են 16 երեխայի դիակ։
Երեխաները զոհվել են փոշուց խեղդվելու հետևանքով, նրանցից ոչ մեկը չի ունեցել մարմնական քերծվածք, երկրաշարժի ընթացքում փոշուց պաշտպանվելու համար խորհուրդ է տրվում թաշկինակով կամ շորով փակել շնչուղիները, երեխաներին բացատրող չի եղել։ Եթե իրենք օգտագործեին շորը որպես դիմակ փոշուց պաշտպանվելու, չէին զոհվի, ասում է Ս. Նազարեթյանը։ Պրոֆեսորը նշում է, որ 88-ի երկրաշարժից հետո բնակչության պատրաստվածության ուղղությամբ աշխատանքներ տարվում են, սեյսմիկ ծառայության տարածքային կազմակերպություններում կամ բնակչության հետ աշխատանք անող բաժիններ, որոնք հատկապես դպրոցներում, բուհերում, արտադրական հիմնարկներում զեկույցներ են կարդում, հիմնական թեման սեյսմիկ պաշտպանական անհատական վարքականոններն են, ինչ անել մինչև երկրաշարժը, երկրաշարժի պահին հետո, երկրաշարժի էպիկենտրոնային գոտու գրունտներում առաջացած ճաքերը, մնացորդային դեֆորմացիաները։